Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 23-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից, որովհետև այնուամենայնիվ տագնապալի իրադարձություններ են կատարում այն առումով, որ որոշում ընդունվեց Հայաստանի դեմ, հիմա ասենք դա ինչ է իրանից ներկայացնում։ Առհասարակ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ստամբուլ, խոսում ենք դրա պատճառների ու հետևանքների մասին, բայց հետևանքները երկար սպասեցնել չտվեց։ Եկել էին ոգևորված, պատմում էին, թե ինչ լավ ձեռքբերումներ, աննախադեպ հանդիպում, երբեք տենց բան չի եղել, ու երբ որ ներկայացնում ենք, թե ինչի վրա եք այդքան ուրախացած, մարդիկ է զարմանում էին։ Հազիվ թե մի լավ բան է կատարվել, ինչի ենք այդպես արտահայտվում։ Հիմա Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղեկատվություն է տարածել։ Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 21-ից 22-ը Ստամբուլում, ավարտել է իր աշխատանքները, նստաշրջանի արդյունքում ընդունվել է Ստամբուլի հռչակագիրը, ինչպես նաև Բաքվի կողմից նախաձեռնված 5 բանաձև։ Այդ նույն Ստամբուլում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Էրդողանի հետ, եւ հետևանքները հիմա նայենք։ Ինչ է այդ Ստամբուլի հռչակագիրը։ Խորը մտահոգություն է հայտնում ներկայիս Հայաստանի տարածքից 100 հազարավոր ադրբեջանցիների հարկադրաբար եւ համակարգված արտաքսման ճակատագրի վերաբերյալ եւ դատապարտվում է այնտեղ իսլամական մշակութային ժառանգության ոչնչացումը եւ յուրացումը, դրանք համարելով միջազգային իրավունքի լուրջ խախտում։ Վերահաստատվում է ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների անօտարելի իրավունքները խաղաղ, ապահով եւ արժանապատիվ վերադարձի իրենց ծննդավայրեր համաձայն միջազգային իրավունքի։ Ափսոսանք է արտահայտվում Հայաստանի կողմից մերժման կապակցությամբ երկխոսության մեջ մտնելու արևմտյան ադրբեջանցիների համայնքի եւ այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների խախտված մարդու իրավունքների վերականգնումը։ Ստամբուլի հռչակագրի հետ մեկտեղ ընդունվել է նաև Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված 5 բանաձև։ Դրանք է շատ կարճ կանրադառնամ ու իմ գնահատականը տամ։ Ուրեմն ներկայիս Հայաստանի տարածքից հարկադրաբար եւ համակարգված կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին, համերաշխություն 92 թվականի Խոջալույի ջարդերի զոհերի հետ, Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացումը, տնտեսական օգնություն Ադրբեջանի Հանրապետությանը, հետո Ադրբեջանի Հանրապետության տարածքներում Հայաստանի Հանրապետության ագրեսիայի արդյունքում իսլամական պատմամշակութային հուշարձանների եւ ժառանգության ոչնչացման ու պղծման մասին նկատի ինչ ունեն Ադրբեջանի Հանրապետության տարածքում իսլամական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ագրեսիայի արդյունք վերնագրով բանաձևն էլ խստորեն դատապարտում է Ադրբեջանի տարածքում իսլամական մշակութային ժառանգության նմուշների նկատմամբ Հայաստանի կողմից կատարված վանդալիզմի գործողությունները եւ աջակցում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ այս հանցագործությունների համար առաջ քաշված փոխհատուցման պահանջին։ Բա խոսում էիք բոլոր հայցերը հետ կանչելու մասին։ Ադրբեջանը իր հայցը առաջ է տանում եւ փոխհատուցման պահանջ է ներկայացնում Հայաստանին, որովհետեւ Հայաստանի վարչապետը ընդունեց, որ 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում է։ Դե ասում է, թե 91 թվականից ճանաչում ես, ուրեմն պատերազմը դու ես սկսել, ոչ թե մենք ենք քու դեմ սկսել, ոչ թե մենք ենք հարձակվել Արցախի վրա, դու էլ համաձայն փոխադարձ պարտավորության, որ նրա անվտանգության երաշխավորն է իր պաշտպանել ես, այլ ոչ, մենք մեր երկրի տարածքում սահմանադրական կարգ ենք վերականգնել, դու դրսից ուժ ես մտցրել, օկուպացրել մեր տարածքները։ Երբ որ այս մասին ամեն անգամ ասում են դե լավ է, հո տենց բան չի լինելու, հիմա տեսնում եք, որ ելնում է։ Մարդիկ հավաքվում են, որոշում են կայացնում Հայաստանի դեմ։ Այս ամբողջ կետերը նայեցիք, ինչին է վերաբերվում։
ամենակարևորը իրանց համար մեխը, որ այդ 300,000 ադրբեջանցին վերադառնան Հայաստան։ Ու երբ որ ազգային ժողովի նախագահը կանգնում ասում է, այո, իհարկե, որ փաստաթուղթ ստորագրենք, նրանք պետք է հետ գան, բա ինչ պետք է անենք, ասում էինք դրա բոլոր վտանգավոր հետևանքների մասին։ Այո, Ալիևը գնաց Ստամբուլ մի օր առաջ, հանդիպեց Էրդողանի հետ, իր պահանջները ներկայացրեց, որից հետո գնաց Նիկոլ Փաշինյանը, այդ պահանջները ընդունեց եւ նաեւ ընդունեց, որ այս ամեն ինչը պետք է արվի Էրդողանի բարձր հովանու ներքո, որ նա էլ աջակցի Փաշինյանին վերարտադրվելու հարցում, ցուցումը ստացավ Էրդողանից, որ առաջիկայում էլ Ալիևի հետ հանդիպի, արդեն ստուգեն այս ամեն ինչը, բնական բան է, այս որոշումը պետք է լիներ, որովհետեւ այս որոշումն է որպես պահանջ դրած սեղանին, ոչ թե մենակ սահմանադրության փոփոխություն, ոչ թե մենակ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում, այլ հենց 300,000 ադրբեջանցիների վերադարձ, որի մասին քանի հազար անգամ ենք խոսացել, որ մենք նման պարտավորություն չունենք, դա խորհրդային միության տարածքում է եղել ներքին տեղահանված, ու եթե Ադրբեջանը դա չի հասկանում, բա Փաշինյանը ում է դա խաղաղության գնում, բա ասում է ես խաղաղություն եմ բերել, ինչի վրա է դա հիմնված, Ադրբեջանի հետ համաձայնեցված փաստաթղթի, որը ստորագրված չի, այդքանը բավարար է, որ ինքը մեզ խաղաղություն է բերել, եւ այդ դեպքում գնում ասում է, դե տեսակ ինչ լավ հանդիպում ունեցանք, ոչ մեկը սենց հանդիպում չի ունեցել, այդքան զիջումների ով գնար կհանդիպեր։ Եվ դրանից հետո հիմա սա ենք լսում, եթե կա փոխըմբռնում, եթե ամեն ինչ նորմալ է, ու մեկը ներկայացնում է, որ գիտեք ինչ, Ադրբեջանը խանդով է վերաբերվում, որ Թուրքիայի հետ ուղիղ բանակցում են, Ռուսաստանը խանդով է վերաբերվում, հազիվ մեզ դա հաջողվեց, այդ ինչ մանկապարտեզ է, բայց մեզ Ադրբեջանը այդ Ստամբուլի գագաթնաժողովում, որ իրանք այս որոշումը կայացրել են, Էրդողանն ու Ադրբեջանը միասին չէին մասնակցում, մի մեծ թվով պետությունների հետ միասին, որ եկել են համագործակցել։ Այնպես չի, որ այս կարգի որոշումներ Հայաստանի դեմ չի եղել, էլի է եղել, այսպիսի կոշտության այս ձևով երբեք չի եղել, բայց ուրիշ հարց, այն ժամանակ խոսքը գնում էր Արցախի մասին, այն ժամանակ խոսքը գնում էր Արցախը օկուպացրել են, էս են արել, են արել եւ այլն, այսինքն ամբողջ պահանջները Արցախին վերաբերվող էր, հիմա այդ հարցը լուծված է, Փաշինյանն էլ ասում է, ստորագրեցի, հրաժարվեցի, որ վերջապես Հայաստանը ճանաչենք, Հայաստանով ապրենք, հիմա քեզ նման պահանջ են ներկայացնում, իսկ հիմա արդեն Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքում է, հարց է ծագում, բա որ այդքան գոհ էիք Ստամբուլի հանդիպումից, ինչին եք արձագանքում, եթե դուք նույնիսկ հիմնավորում եք, թե այս բոլոր երկրների ընդունածը որքան անհիմն է, բայց դեպքում նույն բանը մենք էինք ձեզ ասում, բայց այդքան որ ձեր նկատմամբ այդ ամեն ինչը արվում է, կարող եք մի հատ դուք հիմնավոր բերեք, այդ ոնց եք մեզ խաղաղություն խոստանում, կամ այդ ոնց եք խոսում, որ նորմալ ձևով կգնաք հարաբերություն կկարգավորեք, մենք էլ հանգիստ մեր հարևանների հետ կապրենք, բայց այդ մտավախությունը դրա համար էինք ասում։ Հիմա Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել։ Հայաստանի արտգործնախարարությունը խորապես հիասթափված է իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին հանձնաժողովի շրջանակներում ընդունված Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը։ Բայց ինչի եք հիասթափված։ Բայց դրանից 2 օր առաջ հիացած էիք Ստամբուլից եկել։ Մեկը մեկիդ հերթ չտալով պատմում եք, թե ինչ հաջողություններ եք արձանագրել։ Հետո Հիմա դուք ինչ մտածում եք, որ խաղաղություն էիք բերում, մեկ է սա հակասում են տարածաշրջանի տևական խաղաղության հաստատման շահերին, հիմա ինչ վտանգված է խաղաղությունը։ Այդ իսլամական այդ կազմակերպությունների անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում։ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն ինչ է նշանակում։ Դուք ընդունում եք, որ այդ կազմակերպությունները հավաքվել են, որի մեջ իդեպ մեր երկու հարևաններ կան եւ առանցքային դերակատարություն հենց Թուրքիան ունի։
եւ իրանք որոշել են Հայաստանին տարածքային պահանջ ներկայացնել, Նիկոլ Փաշինյանն ասում էր Արցախը հանձնեցինք, որ Հայաստանը ճանաչենք։ Վերջ։ Ոչ մեկը մինչև ինձ Հայաստանը չէր ճանաչել։ Պատերազմը դրա համար էր, որ մենք պետություն ձեռք բերենք։ Այո, այն կորցրեցինք, պետություն ձեռք բերեցինք։ Էսա ձեր ձեռք բերած պետությունը։ Բայց ձեր տարածքը չեն ճանաչում։ Ասես ես Արցախը ճանաչել եմ Ադրբեջանի կազմ տարածքային ամբողջականությունը ճանաչեմ, որ ինքն էլ մեր է ճանաչել։ Այս որևէ հասարակական կազմակերպության հայտարարություն չի։ Այս պետական մակարդակով այս պետությունները համախմբվել են Հայաստանի դեմ։ Հայաստանի դեմ, որի մեջ սերտ համագործակցում է Թուրքիան, Փաշինյանը եւ Ադրբեջանը։ Այս եռամիացությունն է Հայաստանի դեմ։ Հիմա ձևի համար հիմա որ sense հայտարարություններ եք անում, որ դուք ափսոսանք եք հայտնում կամ զարմացած եք կամ Եթե ակնհայտ դուք գիտեք, որ իրանք սուտ են ասում, ու այդ մարդիկ այդ սուտը առաջ են տանում մեծ ֆորումների շրջանակներում, բա դուք ում հետ եք լավ հարաբերություն հաստատել, որ ժողովուրդն ասել հանգիստ մնացեք, ամեն ինչ նորմալ է։ Ինչ վերաբերում է խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղի է ունեցել հայերի կոտորածներ եւ բռնի տեղահանում։ Իսկ նույնական վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023 թվականի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը ենթարկվելով էթնիկ զտման։ Բայց բոլորը մենք իմանալով ասում ենք Թուրքիայի հետ ո՞նց է բարեկամանում։ Այս որ հիմա թվարկում ես, ցույց եք տալիս ձեր ամբողջ անտրամաբանական աբսուրդը, որ մեզ համոզում եք, ասում եք ժողովուրդ դե լավ էլի, մի բանի մեջ էլ դրական բան տեսեք էլի։ Այն մարդ դրական բան ոչ մի անգամ չեք ուզում էլի մի դրական բան ասենք։ Հիմա դուք եք ասում։ Դուք հիմնավորում եք, որ այս կարգի անհիմն բաները այդ բոլոր երկրները հավաքվել են, որոնց լոկոմոտիվը Էրդողանն է, Թուրքիան է եւ բավական լուրջ դերակատարությունն է Ադրբեջանը, որտեւ 5 հատ բանաձև առանձին ինքն է բերել։ Եվ ընդունվել է։ Նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամաբանական խզում է առաջացնում վերջին 2 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում արկա ճգնաժամի նկատմամբ իսլամական համագործակցության դիրքորոշման հետ։ Զարմանք է առաջանում նաև Խոջալույի դեպքերի թույլ մեկնաբանությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաչ հայտնի է, ուղղակիորեն շղթում է Հայաստանի Հանրապետության ուղղված ցանկացած մեղադրանք։ Հիմա հասկացանք ժողովուրդ ջան, մարդիկ այս մեղադրանքը Հայաստանին ներկայացնում են։ Երբ որ մենք կանգնում ասում ենք ժողովուրդ ջան, իմացեք, sense պրոբլեմ կա, սկսում են, ինչի եք տենց բաներ ասում, ինչի եք մարդկանց մոտ տագնապ առաջացնում, ուզում եմ մի պարզ օրինակ բերեմ։ Հիմա ապրում ենք Երևանում, համայնայնության մայրաքաղաք։ Կարող եք ասել վերջի 2000 տարուց ավել տարածքով, որ եթե որ մենք հաշվենք, քանի երկրաշարժ ա եղել Երևանում, 9 բալանոց։ Կհիշեք տենց բան։ Չեք հիշի, չէ՞։ Բայց դեպքում հարց է ծագում, բան չեն բոլոր շենքերը սեյսմակայունությունը 9 բալի համար։ Բան չեն ասում, ամենը մասծախսին չի են կանում։ Այդ երբ է Հայաստանում, Երևանում 9 բալ երկրաշարժ եղել որ, կամ էպիկենտրոնն հենց կոնկրետ Երևանում եղել, դա տարբեր տեղեր են եղել, կամ եղել է 9 բալ։ Մենք չենք 9 բալի համար սարքում, անիմաստ ծախսանում։ Հանգիստ մեզ համար ապրենք, էլի։ Բայց անում ես, չէ՞, որտեղ տեսել ես արհավիրք, տեսել ես ինչ ա եղել։ Երևանում չի եղել, բայց տեսել ես, չէ՞։ Բայց դա քո տունն է, հասկանում ես, որ այդ ծախսը կորած չի։ Բայց ինչա պատահ է, որ մեր մեծ տունը, մեր Հայաստանը, մենք ամեն օր քաղաքական 9 բալանոց երկրաշարժի պարագայում ձեզ ինչ նարկոտիկ են տալի, ինչ թմրանյութ են տալի, ինչ նիկոլական կարգախոսներ են ասում, որ այսքան հանգիստ եք։ Բայց ինչի՞ չեք ասում, թող մի բալանոց երկրաշարժին դիմանա շենքերը։ Ինչի՞ եք այդքան փող ծախսում։ Մնացած դե թմրանյութ տվեք, քաշենք, մեզ համար հանգիստ պարկենք, իսկի գլխել չենք ընկնի երկրաշարժ եղավ թե չէ։ Ու նստեք բացատրեք, ասեք, բայց երբ է այդ երկրաշարժը եղել, որ դուք այդքան անիմաստ ծախսեր եք անում։ Կամ եթե չկնստենք հերոստացույցով Նիկոլին կնայենք, կամ իր գրածները կկարդանք, կհանգստանանք, կպարկենք, կգնենք էլի։ Հասկանում եք, չէ՞ որ դա ինչքան է աբսուրդ։ Բա դուք այս
աշխարհաքաղաքական էս իրավիճակում, այդ ի՞նչն է ձեզ ստիպում այսքան հանգիստ։ Իսկ եթե 9 բալանոցի համար սարքում ես, որպեսզի հանգիստ քնես։ Հենց դրա համար ես կանխարգելիչ քայլեր անում, որ քո պետությունը 9 բալանոց երկրաշարժին դիմանա, որ ամեն օր չանհանգստանաս։ Կամ ստիպված չլես թմրանուտը քաշես գլուխդ, որպեսզի անջատվես պարկես։ Բայց դա ենք ամեն օր բացատրում։ Հիմա լսեցիք, սթափության կոչ ասած ես։ Դե լսեք։ Հիմա նայենք աշխարհում ինչ է կատարում, որտեղ դրանք ուղղակիորեն առնչվում են մեզ, հատկապես որ մեր տարածաշրջանը պատերազմի մեջ է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է. Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը համարվում է մոնումենտալ։ Հարվածները ուժեղ եւ ճշգրիտ էին։ Մեր զինվորականները մեծ հմտություն ցուցաբերեցին։ Շնորհակալություն գրել է ԱՄՆ նախագահը։ Իդեպ շատ լավ կլինի, որ աշխարհի ամենահզոր պետությունը, երբ որ ներկայացնում է, որ միտեղ ստիպված է եղել խաղաղություն հաստատելու համար ուժի դիմել, ասես երջանկացած չպատմի թե ինչ հաջողություններ են ունեցել։ Ափսոսանք հայտնելով դժկամությամբ, որ ստիպված եղանք դրան գնալ, որ դա վերջի տարբերակներ եւ այլ մտահոգություն տեսնեն, ոչ թե sense երջանիկ պատմեն, տեսակ ոնց խփինք, տեսակ ինչ արեցինք, ոնց որ հայաթում երկու ջայլ կռվել են, մեկը մեկի աշկին խփել է, ու sense երջանկացած պատմում է։ Այս ձևով Ամերիկայի նախագահը չպետք է ներկայացնի։ Հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը գրառում է արել. Ռեժիմի փոփոխություն տերմինը քաղաքականապես կոռեկտ չէ, սակայն եթե Իրանի ներկայիս ռեժիմը չի կարողանում Իրանը կրկին հզոր դարձնել, ապա ինչու ռեժիմի փոփոխություն տեղի չունենա։ Միգա գրել է ինքը, այդ իր հայտնի կարգախոսը Make America Great Again, հիմա էլ Make Iran Great Again։ Մտամ Ամերիկան great-ը սարքեց, հիմա անցել է Իրանին։ Ստեղ որն է հենց տեղից ոչ կոռեկտ։ Մինչև վերջերս Դոնալդ Տրամփը նախասում էր, որ մենք պատերազմ չենք անելու, պատերազմը դադարեցնելու ենք, մեր նպատակը դա է, եւ երկրորդ վերջապես մենք երբեք չպետք է խառնվենք որևէ պետության ներքին գործերին։ Հերիք ամենք ուժով որևէ մեկի ժողովրդավարություն պարտադրենք։ Դա ով ասե։ Ժորժ ջան, դե ասեք, որ մենք էլ մեր հիշողությունն անջատենք, որ այդ ամեն ինչը չհիշենք։ Այսինքն Ամերիկան չի խառնվելու որևէ երկրի ներքին կյանքին, եթե դա չի պահանջում Իսրայելը։ Հա? Սա է Ամերիկան պատերազմ չի սկսելու, եթե չի պահանջում Իսրայելը։ Դե ասեք ժողովուրդ ջան, ասեք մարդիկ իմանան։ Ասեք, որ իմանան, որ այդ բոլոր հայտարարությունները վերաբերում է ողջ աշխարհին, բայց սրանով Դոնալդ Տրամփը Իսրայելին է վատություն անում։ Վատություն անում նախ Ամերիկայի ժողովուրդը վատ է տրամադրում, որ ասում է իրանց պատճառով տեսեք ինչեր է անում Տրամփը։ Վատ է տրամադրում աշխարհի շատ երկրներ, ինչի, որտեղ վաղը մյուս օրը հանրապետականները կգան իշխանության թե դեմոկրատները, հանրապետականները Տրամփի վերջի ժամկետն է գնալուց հետո իրանք հաստատ կուզենան մաքրվեն Տրամփի սխալներից ու Մասկի սխալներից, հաստատ իրանց առաջի քայլը պետք է լինի մեղադրել Իսրայելին չափից շատ աջակցության մեջ։ Այսինքն այն ինչ որ հիմա Իսրայելը ձեռքբերում ունենա, չնայած դրանց երկիրն ավերում են, ով էլ գա իշխանության, այդ ձեռքբերումը վերանայելու է, որտեղ պետք է արդարացնի, որ դա սխալ է արվել։ Էս ինչ արեցիք, ինչի համար արեցիք, որքանով էր դա արդարացված։ Սկսվելու է այդ քննադատությունից։ Այսինքն եթե այսօր Իսրայելում ոգևորված են, ոչինչ մի քիչ հարված կուտենք, հեռանկարային հարց կլուծենք, Իրանը չի վերանալու, բավական մեծ պետություն է։ Միանգամից sense վերանա չի լինելու, բայց այդ պարագայում նույնիսկ Ամերիկայի ներսում խնդիր է ալնելու, հենց Իսրայելի հետ կապված։ Ու ով ասե, որ Իսրայելում անկայունություն չի առաջանա, հենց իր իշխանության դեմ։ Հենց իրանք դժգոհություն հայտնեն եւ ասեն ես ինչ եք անում, արդարացված էր արդյոք այն ինչ, չէ որ դուք ընտրեցիք եւ հարձակվեք, չէ որ դուք համարեցիք, որ այլևս բանակցությունն անտեղի է։ Ժամկետը որոշումը կայացրել եք դուք, այն ինչ որ որոշել է Իսրայելը, դա կյանքի է կոչել Ամերիկան։ Եվ տերականն է Տրամփը, ասել այո, դա մեր համատեղ ծրագիրն է։ Բայց դա հետևանք է բերելու նաև։ Նույնիսկ եթե շատերին թվում է, որ տեսեք ինչ ջախջախի չարված է հասցնում Իրանին, հայթե նույնիսկ դա հասցնում է։ Եթե Իրանը չվերացավ, իսկ չի վերանալու, հետևանքը լինելու է խնդրեմ։ Չմոռանանք, որ Իսրայելը այդքան հեշտ չեն կուլ տալիս սխալները։ Նույնիսկ լեգենդար վարչապետ Գոլդեմեյրը, որի օրոք տեղի ունեցավ Յոմ Կիպուրի պատերազմը 1973 թվականի հոկտեմբերի 6-ից 23-ը,
Այն ժամանակ իրանք չհամարձակվեցին նախահարձակ լինեն։ Ինֆորմացիա ստանում էին, որ Սիրիան եւ Եգիպտոսը պատրաստվում են հարձակվել, բայց կանգնեցին, ասին նախորդ անգամ 67 թվականին 6-օրյա պատերազմը մենք ենք նախահարձակ եղել։ Տեսել են կոալիցիան կազմել են մեր դեմ, մենք ենք հարձակվել ու մեծ հաջողություններ ունեցել։ Այս անգամ իրանք վախեցան նախահարձակ լինել, նույնիսկ ստանալով ինֆորմացիա։ Իհարկե նրանք էլ էին ապատեղեկատվություններ տարածում, որ թյուրիմացություն, հեսա կհարձակվենք, հետո չէին հարձակում եւ այլն, բայց արդյունքում ստացվեց, որ իրանց վրա հարձակվեցին եւ իրանք պատրաստ չէին։ Մոտ մի 3000 զոհ տվեցին։ Եթե Ամերիկան չխառնվեր, խնդիրներ կունենային։ Բայց երբ որ նույնիսկ այդ պատերազմը ոչ ոքի ավարտվեց, որովհետև Ամերիկայի նախագահային ասին դադարեցրու խորհրդային միությունից։ Դրանից հետո, այսինքն որևէ բանի չհասավ Եգիպտոսը եւ Սիրիան։ Բայց այդ պարագայում, երբ որ Մոշե Դայանը պաշտպանության նախարար մտավ Գոլդա Մեյերի մոտ, ասեց ուզում եմ հրաժարական տամ, որտեղ սա իմ ձախողումն էր։ Մենք փաստորեն պատրաստ չէինք, որ մեր վրա կհարձակվենք։ Ինքը ասեց, չէ, քո ձախողումը չէր, դու տեղդ հանգիստ նստի, ես հրաժարական կտամ ու հրաժարական տվեց, որտեղ ասեց այլևս անիմաստ եմ համարում, որ ես շարունակեմ պաշտոնավարը, սա իմ ձախողումն էր։ Ժողովուրդ ջան, նույնիսկ այդ պատերազմը, որում իրանք չեն պարտվել, վարչապետը համարեց, որ դա իր ձախողումն էր։ Իսրայելը ռազմականացված պետություն է, բայց ժողովրդավար։ Դու նրան չես կարող հիմնավորես, որ այսքան զոհերն ու ավերածությունները արդարացված էին, այլ տարբերակ չկար։ Դրա համար Ամերիկան լավություն չի անում, վատություն է անում։ Իսկ մեզ որ առավել եւս անհանգստացնում է, ի՞նչն է այս ամեն ինչը անհանգստացնում, որովհետեւ Հայաստանը որոշում կայացրեց, կանգնեց կոնֆլիկտի կողմ, դառավ Իրանի կողմ։ Որի պարագայում ով էլ Իրանի թիկունքին կանգնած էլի մեր դաշնակիցը չի, որովհետև այդ պետությունները մեզ հակառակորդ են, ամենաակտիվն ու ագրեսիվը անգամ մեր դաշնակիցը, չի ասենք Պակիստանը։ Գիտեք ինչ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ։ Մենք Ադրբեջանի հետ կռվել ենք, Պակիստանը մեր կողմից է կռվելու, ինչա բան է, պաշտպանել ենք Իրանին։ Իսկ այն կողմը ինչքան ուզում ընդունեք, թե չընդունեք, տեսնում եք ովքեր են կանգնած։ Միացյալ Նահանգները այս կարգի աջակցությունն է ցուցաբերում Իսրայելին։ Այն 3 հզոր պետությունները եվրոպական, չասեմ Եվրամիության, որովհետև Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ չի։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան։ Անկամ այն աշճանի, որ Գերմանիայի կանցլերը Մերցը կանգնի Ֆրիդրիխ Մերցը ասի, մեր փոխարեն կեղտոտ գործ է Իսրայելն անում։ Նույնիսկ դրան հիմնավորում չունի, որտեղ այդ ինչի էր դու ուզում անես, որ հիմա քո փոխարենել նա է անում։ Դու տենց ծրագրեր ունեիր Իրանին հարվածելու, քո փոխարեն Իսրայելը հարվածեց, այդ ուղղակի արդարացնում էր դա։ Բայց հարցը դա չէ, թե մենք իրար հետ ինչ քննարկենք։ Ես պաշտոնյա չեմ։ Պետական պաշտոնյան չպետք է կարող հաշվի առնի, որ նրա Իսրայելի հետևն ովքեր են կանգնած, ու ինքը խնդիր կունենա։ Եթե Իրանը հաղթեց, ոնց է հաղթելու Ամերիկային, հալավ համարենք պատերազմը դադարեց։ Այդ ժամանակ այնպես չի, որ մենք օգուտ ենք ունենալու։ Շատ ենք խոսել այդ մասին։ Ինքը պետք է ասի, այս կողմը արևմուտքի չերև է, այս կողմից այն կողմ թշնամի են նրանք ինձ համար։ Իսկ եթե ինքը պարտվեց, մենք Իրանի կողմն ենք անցել։ Դե դատապարտել ենք այն մյուս կողմին։ Իսկ այն մյուս կողմը մենակ Իսրայելը չի։ Այն մյուս կողմը դուք տեսել եք, որ մենակ Իսրայելը չի։ Այսինքն մենք դատապարտեցինք Ամերիկային եւ Եվրոպային, որոնք որ պաշտպանում էին։ Վախվորած հա նրանց անունը չտվեց, բայց նրանք համատեղ են գործել։ Դրա համար եմ ասում, թե ինչքան է կարևոր ոչ միայն որ մեր տարածաշրջանում պատերազմը, այլ որ մերոնք կարող են սենց սխալ հաշվարկ անել։ Երջանկացած քծվեն Էրդողանի գիրկը, կարծելով որ հարցերը լուծել են։ Էրդողանն էլ դնի ձեռը թուղթը, ասի այս հիմա ինչ որ ընդունել են, կգնաս Ալիևի հետ կետերը կճշտես ու կյանքի կկոչես։ Նոր ես կերաշխավորեմ, որ դու կմնաս պաշտոնի, բայց դա գին ունի։ Իսկ դրա գինը Հայաստանից կստանամ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նա նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ նախագահ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. Աբբաս Արաղչին գնում է Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիտկոֆի հետ հանդիպման։ Այսինքն դժգոհ Գոհման չես Ռուսաստանի հետ հանդիպում, փոխանակ մեզ հետ հանդիպես։ Ինչ հանդիպի այդ մարկանց ասիկ 2 շաբաթ ժամանակ ենք տվել, դրեցիք հանկարծակի բերեցիք, հարվածեցիք։ Նույնիսկ այդ պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքը չպետք է արժեզրկվի։ Կարող էին մի հատ արտահոսք անեին սպիտակ տնից, որ մենք պարզել ենք, որ Տրամպը իր թիմակիցներին հանձնարարել է 2 շաբաթ ժամանակ տալ։
Բայց այդ ընթացքում եթե ինքը հանկարծակի հարված էր, Իրանից ասեին, բա դու մեզ 2 շաբաթ ես տվել, ինչի հարվածեցիր, կասի մի հատ պաշտոնական հայտարարություն ցույց տվեք, որ ձեզ 2 շաբաթ եմ տվել։ Եսի միջով մեկը արտահոս քար է, որքանով է դա հավաստի։ Այսինքն պետական պաշտոնական մակարդակով երբ որ մի բան ես ասում, դրատակից ոնց ես դուրս գալու։ Այսինքն ստացվում է դու հանկարծակի բերեցիր, որ հարվածես, բայց դա ինչի էր պետք որ վերցներ Ամերիկայի նախագահան իր վրա։ Հիմա դժգոհ էր թե ինչի ես Մոսկվա գնում։ Իսկ հիմա այդ սկիզբը կարդացի, որ մտադիր էր հանդիպել, որտեղ արդեն հանդիպել է, ուղղակի ասեցի, որ նաև Ռուբիոյի արձագանքը ասեմ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Սա Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է, այն որևէ հիմք կամ արդարացում չունի»։ Պուտինի խոսքով Մոսկվայի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ լավ հայտնի է այն ձևակերպվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։ Պուտինը հավելել է. «Մենք Իրանի հետ ունենք երկարամյա, լավ, հուսալի հարաբերություններ։ Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար»։ Արաղչին ասել է, որ Թեհրանը Թել Ավիվի և Վաշինգտոնի գործողությունները համարում է անօրինական, Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանվելու օրինական իրավունք։ Մենք նաև ցանկանում էինք շնորհակալություն հայտնել Ռուսաստանին այս գործողությունները խստորեն դատապարտելու համար։ Ռուսաստանն այսօր պատմության և միջազգային իրավունքի ճիշտ կողմում է։ Իրանը գտնում է, որ Ռուսաստանը ճիշտ կողմ է։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը խնդրել են ինձ ձեզ փոխանցել լավագույն մաղթանքները, ասել են նախարար Արաղչին։ Այն սա այն դեպքն է, որ եթե երեք Տրամպը Ռուսաստանին ագրեսոր չճանաչեց Ուկրաինայի հետ կապված, այսօր Պուտինը Ամերիկային ագրեսոր ճանաչում։ Բա սա է։ Իսկ եթե Ռուսաստանին ագրեսոր ճանաչեիր, այդ ժամանակ Իրանը լավ էլ վախվորած կլիներ։ Այդ ժամանակ արդարացված էր հարված հասցնելը, որովհետև դու ագրեսորի կողքն ես։ Որովհետև դու ագրեսորի կողքն ես, նրան տալիս ես բալեստիկ հրթիռներ, նրան տալիս ես դրոններ, իսկ մենք կանգնած ենք Ուկրաինայի թիկունքին, մեր հարկատուների փողերն ենք ծախսում։ Աջակցում ենք Ուկրաինային հանուն արդարության ու խաղաղության։ Մենք ագրեսիան ցանկանում ենք կանխելու, այդ ժամանակ մեկուսացված էր Իրանը, որտեղ արդարացում չուներ, թե ինչի ագրեսորին բալեստիկ հրթիռներ ու դրոններ տալի։ Նույնիսկ խափում էր, ասում էր, ես չեմ տվել, ով է ինձ տենց բան ասել, ով է մեզ մեղադրում, մենք դրոններ չենք տալիս, մենք բալեստիկ հրթիռներ չենք տալի։ Եթե առաջ տվել ենք, հիմա չենք տալի, բայց առաջ էլ դուք չէիք հաստատում, որ տվել եք։ Բայց հիմա ինչի ասենց հանգիստ Իրան դրսևորում Իրանը, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները ագրեսորին խրախուսում էր, ասում էր հաղթատոց չունի Ուկրաինան։ Բանակցություն ինչ ես գնալու։ Նա քեզանից ուժեղ է։ Դե ես պարագայում հիմա եթե դու չես մեղադրում Ռուսաստանը, Ռուսաստանն է քեզ ագրեսոր համարում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է. Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է պետք Իրանին։ Մենք առաջարկել ենք մեր միջնորդական ջանքերը։ Սա կոնկրետ է, մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել։ Սա նույնպես շատ կարևոր դրսևորում է իրանական կողմին աջակցության մի ձև։ Այնուհետև ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ է պետք Իրանին հիմա, ասել է Պեսկովը։ Այսինքն եթե Իրանը մեզ դիմի, պաշտոնապես մենք իրան կաջակցենք։ Եվ այսինքն նշանակում է Ռուսաստանը, որի հետ սերտ հարաբերություններ Դոնալդ Տրամպը ցանկանում ստեղծել եւ նրան պոկեր Չինաստանից, հիմա Չինաստանն էլ է ագրեսիվ ձևով քննադատում Ռուսաստանին, ներողություն Ամերիկան, Ռուսաստանն էլ է քննադատում, Իրանն էլ է քննադատում։ Բա ով մեկուսացավ որ Իրանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին հարվածելով բացել է Պանդորայի արկղը։ Ռուսաստանը խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների անպատասխանատու վտանգավոր և սադրիչ գործողություններն Իրանի դեմ։ Միացյալ Նահանգները պատրաստ է կատարել ցանկացած հանցագործություն, լայն ինչ գնահատականներ է տրվում ՄԱԿ-ում եւ խախտել միջազգային իրավունքը իր գերիշխանությունը պահպանելու համար։ Իրանն ունի խաղաղ միջուկային ծրագիր մշակելու բոլոր իրավունքները։ Մերձավոր Արևելքում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Չինաստանի եւ Պակիստանի համատեղ բանաձևի նախագիծը արտացոլում է անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության դիրքորոշումը, չնայած Արևմուտքի ճնշմանը։
Նեբենզյանի խոսքով ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքներին ուղղված հարվածները բացում են Մերձավոր Արևելքում հակամարտության լայնածավալ սրման ճանապարհը անկանխատեսելի հետևանքներով։ Սա էլ նաև մեզ համար, որ մեր իշխանությունները գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը մեզ Ստամբուլից խաղաղություն ա բերել։ Իհարկե խաղաղությանը հիմքը դրել Ալիևի այդ բանակցություններից հետո գնացել Ստամբուլում էլ վավերացրել է խաղաղություն ա բերել։ Ամբողջ աշխարհը տարածաշրջանի պայթյունավտանգ վիճակի մասին ա խոսում։ Մենք խոսում ենք չգիտես ինչի մասին։ Եվ այս պարագայում ու ամենավատը, որ այդ անվտանգությունը մեզ երաշխավորեր Թուրքիան ու Ադրբեջանը, ընդամենը հանդիպումից 2 օր հետո այս հայտարարությունը ձեզ որ ներկայացրեցի։ Այդ մարդիկ հստակ պահանջ ունեն 300,000 Հայաստան եկող մարդկանց պարագայում նրանց ուշնու միտքը մեղրի ադրբեջանցիներն են, որ բերի մտցնի Հայաստանի տարածք։ Շատ լավ գիտեն ինչի համար են մտցնում, որովհետև Սյունիքի ճանապարհ իրանք իրենց մտք չեն անել։ Ու արևմտյան Ադրբեջան ասելով նրանք կոնկրետ նպատակային տարածքային պահանջ են ներկայացնում։ Իսկ ինչ էր դա Իրանից ներկայացնում այդ երեքի բանը Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում շրջանառության մեջ են դրել Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ։ Նրանք պահանջում են անհապաղ հրադադար եւ առաջարկում են երաշխավորել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը պատժամիջոցների վերացման դիմաց։ Ահա սա այն վիճակը, որ մենք ունենք։ Դե հիմա Հայաստան կողմնորոշվի ում կողմն ես։ Դատապարտում ես Ամերիկային, միանում ես նրանց քո հայտարարությամբ որ միացել ես։ Բայց դրա համար ենք ասում, որ բարդ մի հատ մտահոգություն հայտնել քաշվել գրախ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հայտարարության մեջ ասում է Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության հարձակումին։ Անկախ նրանից թե ինչ փաստարկներ են օգտագործում դա արդարացնելու համար ինքնիշխան պետության տարածքը հրթիռային եւ ռմբակոծիչ հարվածների ենթարկելու պատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք նախկինում միանշանակորեն նման գործողությունները որակում են որպես անընդունելի, հատկապես մտահոգիչ է, որ հարվածները հասցել է մի երկիր, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Հիմա տեսնում եք աբսուրդը 3 տարի առաջ փետրվարի 24-ին, երբ որ հարձակվեց 2022 թվականի Ուկրաինայի վրա Ռուսաստանը, բանը ինքն էլ էր ՄԱԿ-ի մշտական անդամ անվտանգության խորհրդի 1, ինքը մտել էր ՄԱԿ-ի անդամ սուվերեն պետության տարածք, հրթիռակոծում եւ ռմբակոծում էր։ Հիմա ինքը ասում է, բա չգիտեք որ դա, իսկ հիմա երբ որ Ամերիկան կանգնի ասի, դու ես մեղադրում, բա նույնը դու չես արել, ասի ոնց։ Նույնը ես ոնց եմ արել, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ու իր ադմինիստրացիան արդարացրել են մեր հարվածները։ Մենք ձեզ մեղադրում ենք, դուք մեզ արդարացրել եք։ Բայց իրանց ձեռի տակ Ամերիկայի հայտարարություններն են նույն իրադարձության մասին։ Արդեն իսկ ակնհայտ է, որ սկսել է վտանգավոր սրացում, որը հղի է տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության հետագա խաթարմամբ։ Իհարկե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնպես պետք է արձագանքի։ Անհրաժեշտ է համատեղ մերժել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի առճակատման գործողությունները, ասում է հայտարարության մեջ։ Այն ինչի մասին որ խոսում ենք, այն ինչի առաջ որ մենք այսօր կանգնած ենք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Միացյալ Նահանգները մտահոգված չէ Իրանի համագործակցությամբ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Խնդիրն Իրանի միջուկային ծրագիրն է։ Մենք ուզում ենք դիվանագիտական համաձայնագիր, որ նրանք կարող են ունենալ միջուկային ծրագիր, բայց չհարստացնել եւ չունենալ զենք ստեղծելու համար պիտանի նյութեր։ Սա մեր շահն է եւ թե ում հետ են նրանք շփվում, ում հետ են առևտուր անում, դա մեր համար այլ հարց է, ասել է Ռուբիոն, բայց հարցածագում։ Իրանն ասում է եկեք պայմանավորվենք, վերահսկողություններ սահմանեք, համոզվեք, որ ես ռումբ չեմ ստեղծում։ Բայց դրան համաձայն չէր Իսրայելը, ասում է, այսօր չի ստեղծում, վաղը կստեղծի։ Ավելավ այսօր ես հարվածեմ, հարցը լուծեմ, ոչնչացնեմ, խնդրեմը չթողեմ ապագային, հետո կարող է այդ խնդիրը ունենալ։ Բայց եւ քանի Տրամփը մեր կողմից է, քանի ոչ թե մեր կողմից է, քանի Տրամփը ինչ ասում ենք անում է։ Բայց դա ենք ասում, որ սխալվեց Իսրայելը։ Նույնիսկ եթե իրան թվում է շատ լուրջ հարվածներ է հասցրել։ Սխալվեց, որովհետև այդ ծրագիրը առաջ տանել չի լինելու։ Չի ստացվում, որ դրսից դուք կարողանաք իշխանափոխություն անեք։ Չի ստացվում, դա էլ չեք կարողանում, ներքին ապակայունացում էլ չեք կարողանում անել։ Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին,
Վերջնական որոշում պետք է կայացնի ազգային անվտանգության խորհուրդը։ Հիմա ներողություն։ Հիմա դա լույս խնդիրներ են նաև արաբական երկրների համար, որ այդ տեղով են դուրս բերում, Պարսից ծոցով են դուրս բերում այդ նավթը, բայց հետաքրքիրը որն է, որ Իրանը ասում է ես դրան կհարվածեմ, իսկ Մարկո Ռուբիոն պետքարտուղար ԱՄՆ-ի ինչ ասում։ Միացյալ Նահանգները չի բացառում ռազմական պատասխանը, եթե Իրանը սպառնա Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը։ Եթե Իրանը որոշի փակել նեղուցը, առաջինը որ պետք է վրդովեն չինացիներն են։ Նրանք կախված են դրանով անցնող նավթից, ասել է Ռուբիո։ Բա եթե չինացիները պետք է հուզվեն։ Դուք այդ չինացիների հետ չունեք։ Բա ուրախաց եք ընջեք հարվածում։ Հարվածում եք որ չինացիները չդուք, չէ՞։ Մեկ կողմնորոշվեք էլի։ Եթե այդ նեղուցից դուրս գալու ամենամեծ դժողը Չինաստանն է ալնելու։ Դուք էլ ուզում եք ամեն դեպքում Չինաստանի դեմ դուրս գալ։ Բարեք, որտեղ դա այդպես չի։ Իսկ հիմա Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. Պեկինը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա եւ հարվածներ է միջուկային օբյեկտների, որոնք գտնվում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության տակ։ Բայց այն Չինաստանն է, որը պետք է դժգոհ էր։ Բա պաշտպանում ով դատապարտում Ամերիկային։ Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ, համախմբել ջանքերը եւ պաշտպանել արդարությունը, ինչպես նաեւ ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում խաղաղության եւ կայունության վերականգնման համար։ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաեւ սրում լարվածությունը Մերձավոր Արևելքում, ասում է հայտարարության մեջ։ Պեկինը կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին, հատկապես Իսրայելին, հնարավորինս շուտ դադարեցնել կրակը եւ բանակցություններ սկսել կողմերի հետ։ Ակնհայտորեն ինքը պատրաստ է խառնվել Մերձավոր Արևելյան գործերին եւ խստորեն դատապարտում է դա։ Իսկ հիմա մի հատ նայենք, այն Ադրբեջանը, որը որ Հայաստանի հետ կապված զիջումների ակնկալիք ունի, այն Ադրբեջանը, որ 5 հատ առանձին բանաձև ընդունեցին Հայաստանի դեմ, մի հատ էլ հռչակագիր ընդունեցին Ստամբուլյան։ Այդ Ադրբեջանը բայս իրավիճակում ինչի է, էլի հերթական նույն ոճով պատասխան հայտարարություն անում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասում է. Ադրբեջանը խոր մտահոգություն է հայտնում Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ ռազմական գործողություններից հետո իրավիճակի հետագա սրման կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, երկու կողմերն հավասար կոչ անում զսպվածություն ցուցաբերել զերծ մնալ իրավիճակի հետագա սրացումից եւ առաջնահերթություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը արկա խնդիրները լուծելու համար նշված է հայտարարության մեջ։ Այն սա է, ժողովուրդ։ Բայց նույն բանը ինչի մենք չարեցինք, որ վերջին էր պետք մտահոգություն չհայտնեին։ Իսկ Ադրբեջանը, որ հիմա մտահոգություն հայտնեց, բայց չդատապարտեց, ավելի վատ վիճակում հայտնվեց, քան մենք։ Իսկ հիմա նայենք աշխարհի այն սուրճ կետերը հոչի վերացել։ Ռուսաստանը ավելի ագրեսիվ է հարձակում, նաև Կիևին է հարվածում, որովհետև հասկանում է, որ այս առիթից ցանկանում է օգտվել մանավանդ Ամերիկային ագրեսոր է համարում։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. այսօր Նորվեգիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայում էր։ Կա որոշում մեր արտադրության համար $400 միլիոն մասին։ Նոր ներդրումներ հիմնականում անօդաչու թռչող սարքերի համար։ Ուկրաինայում արդեն բացվել է եվրոպական ամենամեծ պաշտպանական ընկերություններից մեկի նորվեգական Kongsberg Defence and Airspace-ի գրասենյակը, գրել է Զելենսկին։ Իդեպ Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Միացյալ Թագավորություն, որտեղ հանդիպում է ունեցել Չարլզ 3-րդ թագավորին Վինդզորի պալատում։ Նախատեսվում է նաև Ուկրաինայի նախագահի հանդիպումներ կունենա վարչապետ Քիր Սթարմերի, խորհրդարանի երկու պալատների խոսնակների եւ Ուկրաինայի զինվորների հետ, ովքեր վերապատրաստում են անցնում Միացյալ Թագավորությունում։ Արդեն թագավորի հետ հանդիպել էր, որի մասին ասեցի, մյուս հանդիպումների մասին դեռ ինֆորմացիա չկա, դրա համար ասեցի, որ նախատեսվում է, հետագայում եթե օգտակար հանդիպումներ լինի, վաղը դրան կանրադառնանք։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Մեծ Բրիտանիա այցի մասին։ Մեծ Բրիտանիա այցի ընթացքում ես գործընկերների հետ կխոսեմ մեր պաշտպանության մասին, որը պետք է դառնա շատ ավելի ուժեղ, համատեղ պաշտպանության հիմք։ Մենք նաև կհամաձայնեցնենք նոր եւ ուժեղ քայլեր այս պատերազմի համար, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու եւ հարվածները դադարեցնելու համար։ Այս է հենց այն դեպքն է, որ եթե հիմա ոնց որ ակտիվ ձևով եւ արևմուտքը պաշտպանում է
Ուկրաինային, նույն ձևի, եթե հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային պաշտպանի եւ Ռուսաստանին ասի ինձ ես ագրեսոր համարում, դե հիմա կտեսնենք ինչ է ինչոց է, այգոնե սխալը ուղղելու մի հատ հարմար տարբերակ կառաջանա։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ Իրանի միջուկային օբյեկտներին ամենահարվածներից հետո։ Մակրոնը Փեզեշքյանի հետ իր հեռախոսազրույցում կոչ արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել դիվանագիտական ուղուն վերադառնալու համար, բայց այնուամենայնիվ, եթե այս հարցին այդքան էլ չեն հավատում Իրանում, որովհետև ստիպված է եղել եւ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Մենք կոչ ենք անում Իրանին հետագա քայլեր չձեռնարկել, որոնք կարող են ապակայունացնել տարածաշրջանը։ Իրանը պետք է բանակցություններ սկսի, որոնք կհանգեցնեն համաձայնագրի, որը կվերացնի իր միջուկային ծրագրի հետ կապված բոլոր մտավախությունները։ Ինչի եմ ասում, որ այս պարագայում այնուամենայնիվ անվստահություն կա, որտեղ միասնական այս երեք պետությունները կանգնած են Ամերիկայի ծրագրի կողքը։ Նույնիսկ ամեն ինչ չի, որ իրանք ընդունում են, բայց կանգնած են։ Բայց նաև ինչ-որ միտեղ նաև բանակցային մանևրներ են կորցնում։ Հիմա այս բոլորը ուղղակիորեն առնչվում է մեր տարածաշրջանին ու մեր պետությանը, ել չեմ ասում աշխարհին։ Դե բնական է եւ մենք պետք է մատներս պահենք էլի աշխարհակաղակական զարգացումների զարգերակին իրադարձությունների։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։